Դրոնային ուժգին հարվածները շարունակվում են ռազմաճակատում։ Հակառակորդների թիրախում սովորաբար էներգետիկ ենթակառուցվածքներն են լինում։ Սակայն հաճախ խոցված անօդաչուների բեկորները մահերի եւ ավերածությունների պատճառ են դառնում։ Անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումներից Դնեպրում վիրավորվել է 4 մարդ, այդ թվում նորածին եւ 4 տարեկան աղջիկ։ Վիրավորներ եւ մեծ ավերածություններ կան Կիևում եւ Օդեսայում։ Ռուսները հաստատել են հարվածները, ընդգծելով, որ այդպես պատասխանել են Կիևի գործողություններին։ Ուկրաինական ավելի քան 100 անօդաչու է ռուսական հոպը խոցել Ռուսաստանի տարածքում միայն այս գիշեր։ Խոցված դրոնների բեկորներից հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի մարզի Կոտլուբան բնակավայրում Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Գյուղի բնակիչները տարհանվել են պահեստում զինամթերքի շարունակական պայթյունների պատճառով։ Տամբովի մարզում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են շենքեր, հրդեհվել է արդյունաբերական տեխնոլոգիական քոլեջի ուսումնական մասնաշենքը։ Նախնական տվյալներով տուժել է 2 մարդ։ Հարձակման թիրախը եղել է Պրոգրես գործարանը, որն արտադրում է ավիացիոն եւ հրթիռային տեխնիկայի կառավարման համակարգերի սարքավորումներ։ Կողմերը չեն հրաժարվում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու ջանքերի մասին հայտարարություններից։ Զելենսկին համաձայնել է Միացյալ Նահանգների առաջարկին Ռուսաստանի հետ բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնելու։ Նա ասել է, որ երրորդ ռաունդը հավանաբար Մայամիում փետրվարի 17-ին կամ 18-ին կլինի։ Կրեմլը այս լուրը չի հերքել, սակայն կոնկրետ վայր չի հայտարարել։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երրորդ փուլը շուտով կկայանա, մենք կորոշենք վայրը։ Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության շուտապույտ համաձայնագրի հույսը հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ ՆԱՏՕ-ում ամեն օր տքնաջան աշխատում են անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։ Մոսկվայում սակայն այլ կարծիք ունեն։ Ռուսական կողմը պնդում է, Եվրամիությունը Կիևի իշխանություններին թույլ չի տալիս գնալ որևէ փոխզիջման։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի մտադրությունը Մոսկվայի համար պատրաստել պայմանների փաթեթ, առանց որոնց Եմեն չի սատարի Ուկրաինայում խաղաղությանը։ Հերթական անգամ հաստատում է եվրաբյուրոկրատիայի նպատակաուղղվածությունը ամեն կերպ թույլ չտալ հակամարտության դադարեցումը։ Կկարողանա արդյոք բանակցությունների հերթական փուլը հակամարտող կողմերին մի քիչ մոտեցնել խաղաղությանը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Ըստ Զելենսկիի, քննարկվելու է ամենաբարդ հարցերից մեկը՝ տարածքային հարցը։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։